Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այս օրերի ամենաաղմկահարույց թեմայի մասին, եկեղեցու հետ կապված, որ համապետական գրող է սկսվել իշխանության կողմից հայ առաքելական եկեղեցու նկատմամբ և չի դադարում այդ գրողը, եկեղեցին մնացել է վերջին սյունը, ինչի վրա որ հիմնված է մեր ժողովուրդը, մեր ազգը, հիմա ուզում են այդ սյունն էլ քանդեն և ավարտեն իրենց առաջ դրած խնդիրը։ Ուրեմն ես խոսքս ուղղում եմ այդ եկեղեցաշեն մեծահարուստներին։ Այդ որ եկեղեցի եք սարքում, գնում եք ընտանիքներով մոմ եք վառում, չգիտեմ, աղոթում եք, խաչակնքվում եք, բայց այսօր այդ եկեղեցին սարքելով չէ, եթե դուք եկեղեցի եք սարքում, ենթադրվում է, որ դուք հավատարիմ եք հավատքին, հավատարիմ եք հայ առաքելական եկեղեցուն։ Բա որ հավատարիմ եք այսօր չի ծպտուները չի լսվում, հա? Որ եկեղեցի սա դուք ձեր ունեցածի 1/100-ը կարակ դնեք եկեղեցի սարքեք, բայց հետո պետք է պաշտպանել այդ արժեքները։ Բա ուր է փախե, ուր է թռե։ Մեծահարուստներ եկեղեցաշեն։ Եվ մի բան էլ էլի այդ քպայական մախտարներին անդրադառնամ, մի հատ ընդ քյաչալ անթարաշ կա Արտուր Հովհաննիսյան, որ ասում էր լեզուներ հետ կկտրենք, ականջներ հետ կկտրենք, բան։ Ուրեմն այդ իրավաբանությունից անգրագետ մանդատակիրը ինչա ասում։ Ասում է եկեղեցին պետքա ֆինանսապես հաշվետու լինի պետությանը։ Լինելով մանդատակիր, դե բնական է, նա չի կարդացել Սահմանադրության 17-րդ հոդվածը համաձայն որի եկեղեցին անջատ է պետությունից, բայց նա լինելով մանդատակիր, սկի չի իմանում, որ հայ առաքելական եկեղեցին Հայաստանի խոշոր գործատուների ցանկում է։ Ինչը հաշվետու, Լիարա։ Դու հաշվետու եղի Աստծուն, որ քո այդ տակետ իմացությամբ ոչինչ չանելու համար դու մեռնելուց հետո գնալու ես դժոխք, իսկ իշխանության փոփոխությունից հետո որպես քո ծառայողական առաքելությունը բացարձակապես չկատարած երկոտանի, դու որպես անհիմն հարստացող կանգնելու ես դատարանի առաջ։ Խոսքս նորից ուղղում եմ մեծահարուստ եկեղեցաշեններին։ Եթե դուք իսկապես հավատացյալ եք, այսօր կանգնեք եկեղեցու կողքին։ Իհարկե գիտեք, ստեղ ոչ թե եկեղեցու կողքին կանգնելու խնդիր է, դա մի քիչ վերացական է հնչում։ Եկեղեցին մենք ենք, բոլորս ենք։ Ժողովրդի կողքին կանգնեք, հայ ազգի կողքին կանգնեք։ Այդպես ընդհանուր ասել եկեղեցու կողքին մի քիչ դատարկ է հնչում։ Դուք կանգնեք հավատավոր ժողովրդի կողքին։ Իսկ այսօր դուք դրա հնարավորություն ունեք, բայց բոլորը թռել եք։ Բայց առիթը բաց չեք թողնում գնալ ձեր միջոցառումները եկեղեցիներում նշել, ցույց տալ, որ դուք եկեղեցապաշտ, աստվածապաշտ մարդիկ եք։ Դուք ոչ եկեղեցապաշտ եք, ոչ աստվածապաշտ եք, ոչ էլ ընդհանրապես դուք ձեզ սիրում եք։ Պարզապես ձեր մոտ մի գեր ցանկություն կա ռեկլամվելու ցանկացած գնով, այդ թվում նաև հայ առաքելական եկեղեցու հաշվին։ Բարև պարոն Դոն Պիպո, կամ որ նույնն է Արտուր Ասատրյան։ Ես ձեր հանդեպ միշտ հարգանք եմ ունեցել, բայց այսօր դուք նվազեցիք այդ հարգանքը հասցրեցիք զրոյական մակարդակի։ Ինչի եք կապել Արտուր Վանեցյանին։ Դուք ինչ բարոյական իրավունք ունեք, ինչ հիմք ունեք։ Եթե մի քիչ կարդացել եք փիլիսոփայություն, վստահ եմ տեղյակ կլինեք գերմանացի փիլիսոփա Հեգելային խոսքին, որ քննադատությունը պետք է վեր լինի քննադատվողից։ Դուք ինչով եք վեր Արտուր Վանեցյանից։ Իհարկե անկեղծ ասեմ, Արտուր Վանեցյանը դեմ էր, որ ես այս վիճակով եթեր մտնեմ, իսկ ինքն էլ չի հակադարձել ձեզ, չուզենալով իջնել ձեր մակարդակին, բայց քանի որ ինքը իմ ընկերն է, ես իր փոխարեն իջա ձեր մակարդակին, համել որ արտաքինով էլ ձեզ նմանվել։
Այդ որ ասում եք ես բռնցքա մարդիկ եմ, բոքսեր եմ, բայց բոքսերը հետևից խփում է։ Պետք է իմանաք, եթե դուք բռնցքա մարդիկ եք, որ բոքսը միակ մարտարվեստն է, որտեղ հետևից խփել չի թույլատրվում։ Իսկ դուք այսօր զբաղված եք դրանով։ Մեկ գողական բազար եք տանում, մեկ չգիտեմ ինչ, բայց դուք գող չեք կարողանեք, գողական չեք կարողանեք, մոռացեք էդի։ Ու չեք կարող նաև քաղաքական գործիչ լինել, որովհետև այդ որ ասում եք կուսակցություն ունեմ, կուսակցության ղեկավար եմ, ինչ կուսակցություն, հա? Այդ կուսակցության տեղը ով գիտի։ Դուք ընդհանրապես կարդում եք օրենքներ, սրա նրա հետևից ցեղ շպրտելու փոխարեն։ Կուսակցությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենք կա։ Հաթաթ ասում են, որ գնաք ստուգեք։ 2016 թվականի դեկտեմբերի 16-ի օրենքն է, որի 4-րդ եւ 21-րդ հոդվածները հստակ ամրագրում են, որ կուսակցությունը պետք է ունենա գաղափարախոսություն։ Բայց կասեն ձեր կուսակցության գաղափարախոսությունը որն է։ Չեք կարող ասեք, որովհետեւ չկա, չունեք։ Ոչ մեկ չգիտի ձեր տեղը։ Այդ նույն օրենքի 17-րդ հոդվածի համաձայն ասում է, որ պետք է յուրաքանչյուր 3 տարին մեկ առնվազն կուսակցությունը համագումար անցկացնի եւ ընդունի որոշումներ։ Մենք կարանք ձեր կուսակցության համագումարի վերջին օրը ասեք եւ ասեք ինչ որոշումներ եք ընդունել։ Չեք կարա։ Դրա համար տես բեզաչոտնիկ քայլեր պետք չի անել։ Ես էլ եմ ասում, ձեր հանդեպ հարգանք եմ ունեցել, բայց դուք այսօրվա ձեր պահվածքով այդ հարգանքը զրոյացրեցիք։ Գուցե ձեզ չի հետաքրում իմ հարգանքը, բայց ես մի քաղաքացի եմ, որ ունեմ կարծիք արտահայտելու իրավունք։ Եվ հետո նորից եմ ասում, երբ Հովիկ Շահինյանի միջոցով հանդիպում էր կազմակերպվել, բախի չեք գնացել Արթուր Վանեցյանի հետ հանդիպմանը։ Ինչից եք վախեցել։ Սատից այտենց գոռալով, խոսալով, չգիտեմ ինչերով չէ, կոնկրետ քայլերով է։ Եվ հետո մոռացեք ձեր քաղաքական հավակնությունների մասին։ Եթե դուք իրականում նպատակ ունեք գալ ազգային ժողով հայտնվել, չեք կարող, դուք դրա իրավունքը չունեք։ Հայաստանի սահմանադրության 48-րդ հոդվածի համաձայն դուք պետք է առնվազն 4 տարի Հայաստանում ապրած լինեք։ Իսկ դուք այսօր Ռուսաստաններում թրև եք գալիս, ձեր ժամանակը վայելում եք, քննադատում եք, ցեղ եք շպրտում ստեղեն մարդկանց ուղղությամբ, ովքեր իսկապես կանգնած են վտանգների առաջ, դիմակայում են այդ վտանգներին, եւ դրանով ձեր գործը համարում եք ավարտված։ Սուս մնացեք, նստեք ձեր տեղը։ Ես այսօր փորձեցի առավելագույնս հարգանքով խոսել, բայց եթե դուք հաջորդ անգամ նման բան թույլ տաք, անվանարկեք երկրի համար ծառայություններ ունեցած մարդկանց, ես ձեր հետ էլ սենց հարգանքով չեմ խոսալու։ Մնացածը ինքներդ որոշեք։